Քանի օր է Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին իր սոցիալական հարթակում, իր հրապարակային խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անվանում է տխմար, անվանում է համբալ եւ անվանում է ոչիլ, ինչպես երեք ինքը կոչեց Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացու, այսինքն 7 տարվա մեջ այս մահաբեր զույգի համար հպարտ քաղաքացուց մենք բոլորս, դուք բոլորդ, մենք բոլորս վերածվեցինք ոչիլի։ Աննա Հակոբյանը մի գրառում է անում, որտեղ բացում է իրենց արյունարբու պետականակործան, ազգակործան, ժողովրդին ատող, ժողովրդին արհամարող, ժողովրդին օգտագործող ընտանիքի էությունը, ասում է միջև հիմա մենք մեր ընտանիքի ներսում էինք ձեզ ասում ոչիլ, հիմա պիտի ասենք հրապարակավ, այսինքն սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը, որ դագաղների իշխանազավթմամբ զավթեց իշխանությունը 18 թվականին, ասելով սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, իրականում ձեզ ինքը եւ իր զուգընկերուհին մշտապես համարել են համբալ, մշտապես համարել են տականք, մշտապես համարել են ոչիլ, եւ հիմա հարց է առաջանում, ինչի է ղզղնել, ինչի է կատաղել Աննա Հակոբյանը, պատճառները մի քանիսն են, հիմա թվարկեմ հերթով, առաջին, այդ կինը երբևէ չի ունեցել դաստիարակություն, երբևէ չի ունեցել էթիկա, երբևէ չի ունեցել որևէ կարմիր գիծ եւ այս 7 տարիների ընթացքում ժողովրդի հանդեպ իրենց ատելությունը, իրենց նողկանքը, ժողովրդին մանիպուլացնելու իրենց մղումը իրենք կարողացել են հմտորեն թաքցնել սիրում եմ ձեզ fake նիկոլիզմի հեշթեգի տակ եւ հիմա քանի որ այս զույգը Աննա Հակոբյանը իր զուգընկերոջ հետ տեսնում է այն ահասարսուր ատելությունը, որ կա առաջին հերթին իր, երկրորդ հերթին իր զուգընկեր Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ես գալուց առաջ փորձեցի բացել հոգեբուժության եւ հոգեբանության մի քանի դասագրքեր հասկանալու համար այս տիկնոջ ղզղնացության հիմնական մոտիվացիան, բացում ենք Ռոբերտ Լիխի նյարդայնության դեմ պայքարի հոգեբանության դասագիրքը եւ հասկանում ենք, թե ինչու է կատաղել Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին նա կատաղել է, որովհետեւ հոգեբանության եւ հոգեբուժության մեջ հստակ տերմին կա, որ ցածր գոյանքները, ցածր ինտելեկտով, ցածր արժեհամակարգով, ինչպես ասում էր Լևոն Զուրաբյանը, թերուս անձիկ, իրենց հանդեպ ատելությունից իբր պաշտպանվելու համար սկսում են հազարապատիկ ավելի ատելություն արտանետել արտաքին միջավայր։ Նիկոլ Փաշինյանը, որի զուգընկեր կներեք Աննա Հակոբյանը, որի զուգընկեր Նիկոլ Փաշինյանը դագաղների իշխանազավթումից հետո իբր պայքար էր սկսել գողական ենթամշակույթի դեմ, Աննա Հակոբյանը իր կարծիքով եւ ինչպես հոգեբուժության թեզիսներում է հստակ նշված իր հանդեպ էս անմարդկային ատելությունը, որ կա ժողովրդի մեջ իբր դրանից պաշտպանվելու եւ դա չեզոքացնելու համար, ուրեմն սկսում է ժողովրդին անվանել ոչիլ, սկսում է ժողովրդին անվանել համբալ, այդ կերպ իրան թվում է, թե ինքը պաշտպանվում է այն դժոխային ատելությունից, որ կա իր հանդեպ։ Երկրորդ պատճառը, որ այս կինը անցել է բոլոր կարմիր գծերը, իրանք երբևէ որևէ կարմիր գիծ չեն ունեցել, բայց ժողովրդին խաբելու համար իրենք տարիներ շարունակ կարողացել են, այսպես ասած, fake հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել եւ դագաղների իշխանազավթման իրենց օպերացիայի անունն էլ դրել էին շատ փափուկ թավիշ, թավշյա իշխանազավթում, իրականում դա բռնի դագաղների հեղափոխություն էր, հեղաշրջում էր։ Երկրորդ պատճառը, որ այս կինը հայտնվել է նման հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դա այն է, որ թե ինքը եւ թե իր զուգընկերը շատ լավ գիտեն, որ իրենց
իրենց վերջը մոտ է եւ ինչպես գազանը, վայրի գազանը, երբ որ գցում ես թակարդ, որտեղից ինքը այլևս ելք չունի, սկսում է ինքը իրան կծոտել, հիմա Աննա Հակոբյանը կծոտում է ինքը իրան։ Եթե Աննա Հակոբյանին թվում է, որ հասարակությանը ասելով ոչիլ, համբալ, տականք, տգետ, ինքը դրանով վիրավորում է հասարակությանը, ինքը դրանով հերթական անգամ բացում է իր դիմակը եւ երրորդ պատճառը, որը ես ավելի քան արժանահավատ եմ համարում, ինչի է Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին կատաղել։ Ես կարծում եմ սա հստակ ծրագիր է այդ ազգադավ ընտանիքի որջում բուծված, որպիսի սադրեն ժողովրդին, որովհետև միջև այստեղ գալս ես անգամ եթերից ուշացա, որովհետև փողոցում ինձ կանգնեցնում էին մարդիկ եւ չասեմ Աննա Հակոբյան ինչ էին ասում, թե ինչա պետք քեզ անել։ Ես չեմ բացառում, որ դու եւ քո զուգընկերը ահա այսպես ժողովրդին վիրավորելով, հպարտ քաղաքացուց ոչիլ սարքելով, ինչպես դու ես ասել, դուք ուզում եք, որ ժողովուրդը դուրս գա ձեր ընտանիքի հանդեպ հաշվեհարդարի, որպիսի Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար քաղաքացիական բախումներ հրահրի, արյուն թափի, արտակարգ իրավիճակ մտցնի եւ 26-ն էլ արտահերթն էլ տևական ժամանակ տարիներով հետաձգի որևէ իշխանություն, որտեվ դուք ինչքան էլ ձեզ կծոտեք, ինչքան էլ ձեզ պատեպատ տակ, ինչքան էլ ձեր իսկ ստեղծած վանդակում ձեզ գցեք այս կողմ այն կողմ, ձեր վերարտադրության շանսերը զրոյական են։